Պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ փետրվարի 12-ին ձեր վարչապետի տեխնատուրի անունը նաև հայտնի կդառնա, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին հստակ է թե նա ով է լինելու, պարզապես դուք պատրաստվում եք դա հանրայնացնել շաբաթներ անց եւ հաջորդ հարցը դուք ամեն դեպքում հարցնել քաղաքական ուժերի հետ այս փուլում ընթացող հանդիպումներից կամ քննարկումներից նախընտրական հնարավոր համագործակցությունների վերաբերյալ դուք նախինում հայտարարել եք, որ նախընտրական փուլում առաջին եւ երկրորդ նախագահների հետ համագործակցության պատրաստ չեք, այսինքն կխնդրեմ, եթե ինչ-որ բան եք փոխվել հստակեցնեք, հետընտրական փուլում պատրաստ եք նրանց հետ համագործակցության եւ նախընտրական փուլի հետ կապված այս բանի պետք է ընդդիմադիր դաշտից հնչում են կարծիքներ, որ մեծ բևեռներ են անհրաժեշտ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի այդպես համագործակցել խորհրդարանին եւ հասնել իշխանության հեռացմանը։ Դուք այդ տեսլականին ինչպես եք վերաբերում, այսինքն կողմ եք ինչ-որ այլ ուժերի հետ համագործակցության, ոչ այն ուժերի, որոնց մասին դուք արդեն խոսել եք, օրինակ դաշտում կա Հայ ազգային կոնգրեսը, Լուսավոր Հայաստանը, այլ ուժեր կան, որոնք այս փուլում խոսում են հնարավոր դաշինքների բևեռների ձևավորման մասին կան, այսինքն հետ քննարկումներ եւ այսպիսի մեծ դաշինքներ ձևավորելու դուք կողմ եք, թե այդուհանդերձ նախընտրում եք ձեր կուսակցությամբ եւ ձեր ուժով մասնակցել ընտրություններին։ Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու եւ որոշիչ է լինելու մի բան, թե որ կուսակցությունները ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ եթե տեսնում է, որ իր հնարավորությունը ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, եթե տեսնում է, որ իր հնարավորությունը անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի process-ի մեջ, թույլ տա, որ իր ձեները կորեն։ Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի իմ կարծիքով պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը, որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ճիշտ եք, նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, բայց այս պարագայում, այս պահին մենք տեսնում ենք մի ճանապարհ։ Ժամանակի ընթացքում վերջնական քաղաքական կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ եւ դիրքորոշումով, ինչը բխելու է այն նույն տրամաբանությունից, որը ես նշեցի նախորդիվ, այսինքն, որ փոքր կուսակցությունները, ովքեր հնարավորություն չունեն անցնելու, պետք է չմտնեն process-ի մեջ մեր կարծիքով, որովհետև դա իշխանական օրակարգի սպասարկում է լինելու, աջակցելու իշխանությանը վերարտադրվելու։ Ինչ վերաբերվում է կոալիցիաների նախընտրական, ես ասեցի, որ երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ վերջնական մենք որոշում կայացնելու ենք նախընտրական process-ների վերջի этаպում։ Որ ուժերի մասին է խոսքը, որոնց հետ որ այս պահին Քանի որ քննարկումները տարբեր ընթացակարգերով են տեղի ունենում, չի ուզենա բարձրացնեի, բայց արդյունքի լինելու պարագայում ինձ թվում է մեր հասարակությունը կիմանա։ Եվ առաջին հարցը վերաբերյալ պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ վարչապետի տեխնատուրի հետ կապված, այսինքն կարող եք ֆիքսել, որ արդեն տեխնատուն որոշված է։ Այո, տեխնացուն որոշված է, տեխնացուն ճիշտ որ ասեմ երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։ Շնորհակալություն, Սիվիկեյը։ Արմատ։
Կարապետյան, ձեր 1 դրամի հետ կապված վարչապետի հատ է, որը ունենալու է 1 դրամ աշխատավարձ, ընդհանրապես իշխանությունները սնչեցին բազմաթիվ քննադատություններ, պոպուլիստական համարեցին դա, համարեցին օրենքի խախտում, ինչպես է ապրելու հետո էկոնոմիկայի նախարարը անդրադարձավ հա եւ որ գնացել են իր մոտ ձեր բիզնեսների համար արտադրություններ խնդրեմ ուզեի անդրադառնալ այս մեղադրանքներին եւ դուք խոսեցիք ձեր խոստումների հայրերի ներկայացել փոքր բիզնեսից խոսեցիք միջին բիզնեսի մասին ոչինչ հատկացեցիք ես ուշադրի չէի ուզեի անդրադառնալ միջին բիզնեսի համար ինչ ունեք Շնորհակալ եմ շատ 1 դրամի հետ կապված դուք վստահ եք չէ՞ որ Սամվել Կարապետյանը մեր ուժը հաստատ պարքեավճարների կարիք չունի։ Մարդը պետք է սահման ունենա իր ցանկությունների։ Մենք Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով ոչ թե ստանալ ինչ-որ բան ստանալու է, այլ իր կողմից մեծ ներդրում է անելու պետական համակարգի կայացման մեջ։ Այն ներդրումը, որը մինչև հիմա չի արվել։ Սպառող չենք մենք, այս ճանապարհը մենք ընտրել ենք սպառող չլինելու համար, որովհետև այն հնարավորությունները, ինչ գործարարը հայկական ամենամեծ կորպորացիան ունի, իսկ Տաշիր ընկերությունների խումբը այսօր հայկական պատմական ամենամեծ կորպորացիան է, հաստատ շահույթի առումով աննախադեպ է եւ անհամեմատելի է, ես կասեի հնարավորությունների առումով նաև համեմատելի է շատ առումով երկրների բյուջեներին։ Այդ իսկ պատճառով, որպես հայ մարդ, այս process-ի մեջ մտնելով Սամվել Կարապետյանը, ոչ այդպիսի մեր ուժը, որևէ այդպիսի նկրտում չի կարող ունենալ։ Մեր երկիրը պատմական ջրբաժանի առաջ է, ինչ պարգև ավճարել, կամ ինչն է իրենց, պատկերացնում եք մարդկանց թոշակներից այդքան չեն խոսացել իրենց հայտնի կամ մարդկանց ամբողջ շրջաններ կան, որ գործ չունեն, ոչ մի բան չեն խոսացել այդ մարդկանցից, բայց պարքեավճարներից այդ մի դրամից երևի մի 4-5 օրը ամբողջ օրը խոսում են, ցավացրել է, բայց դա չի առաջնահերթությունը մեր համար, մեր երկրի համար այս պահին մենք լուրջ ջրբաժանի առաջ ենք, պետք է անցնենք այդ ջրբաժանը, մարդ պետք է լինի, ով կարիք չունենա, ինչ վերաբերվում է նախարարի հայտարարությունների, կարծեմ մեր ուժից պարոն Հալիկ Ալեքսանյանը հանդես է եկել այդ պատմության մասին տվյալներով, բայց եթե պետք է ես էլ կարող եմ ասել, բանը 70 միլիոն դոլար ներդրում էին կարել, օրենքը 3 օրում օրենք փոխեցին և արգելեցին այդ արտադրանքի արտահանումը մեր և 3-4 ուրիշ գործարանների։ Գևորգ Պապյանը որպես տնտեսական հզոր գործիչ որոշեց, որ 3 օրում նոր եկած դեռ նախարար էր։ 3 օրում պետք է ընդհանուր Հայաստանի մետալուրգիայի ապագայի համար շրջադարձային փոփոխություն անի։ Եվ գնացել էի հանդիպման, ճիշտ որ ասեմ, մի տարի չէի հանդիպել իր հետ, բայց բոլոր նախարարների հետ, ես բոլոր Հայաստանի էկոնոմիկայի նախարարների հետ վերջի 10 տարին երևի ամեն ամիս հանդիպել ենք, քանի որ հիմնական ներդրողն ենք երկրի։ Ի պաշտոն է այսպես ասած։ Իր հետ մի տարի չէի հանդիպել, ճիշտ որ ասեմ, քանի որ տպավորությունը պրոֆեսիոնալիզմի առումով, չգիտեմ, մի քիչ հարցեր կային։ Հանդիպման արդյունքում տպավորությունները հիմնավորվեցին, ես ներկայացրեցի, որ ոլորտին, մետալուրգիայի ոլորտին հարված է հասցնելու պետք է ժամանակ։ Իրենք առաջարկեցին սուբսիդիա տրամադրել, որը բառաց իմ կողմից ասվել է, որ այս ոլորտի համար սուբսիդիան նպատակահարմար չէ։ Լավ է, որ իր փոխնախարարն էլ այնտեղ եղել, Էդգար, չեմ հիշում ազգանը, ինքն էլ է եղել, երևի ինքն էլ հիմա կամ աշխատանքից ելնելուց հետո կհաստատի այս խոսքը։ Ու մի բան էլ ավելացնեմ, երկրի էկոնոմիկայի նախարարը դա պաշտոն է։ Նրանք պետք է զբաղվեն, աշխատեն գործարարների հետ։ Ինքը, որ ուրախանում է, որ իր հետ մարդ է հանդիպել, պետք է հաշվի առնի, որ ինքը կառույցի, ինստիտուտի հետ են հանդիպում։ Ես իրեն ոչ ճանաչել եմ, ոչ էլ ամենայն հավանականությամբ իրար չենք ճանաչել մենք, կամ ես իրեն չեմ ճանաչել մինչև այդ, եւ հնարավոր է այդ աշխատանքի բերումով, որպես երկրի ներկայացուցիչ, պետք է հանդիպեինք աշխատեինք։
Պարոն վարչապետի մոտ էլ է հաճախ այդպիսի բաներ հայտարարություններ լինում, եւ ասում են գալիս են ինձ դիմում են, պարոն վարչապետ, ձեզ դիմում են որպես երկրի վարչապետ, որպես հայերի, բոլոր հայերի, հայրենիքի մարդ, ով տնօրինում է մեր երկրի պետական ապարատը, ձեզ չեն դիմում որպես անձ։ Պետք է հաշվի առնենք սա, չանձնավորեցնենք, չհագնենք այդ կոստյումը, որը մերը չի։ Civic